Քայլ 5-րդ. ճշմարտություն եւ պատասխանատվություն։ Մեր իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևորագույն զեկույցներ։ 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց, եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները, մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերի մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները, եւ մենք դա լիարժեք կապահովենք։ Մյուսը 6-րդ կետը խելամիտ սահմաններ եւ թվային պաշտպանություն։ Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը, ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաև ներուժի հնարավորինս նվազ ներգրավման, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաև սարքավորումների օգտագործման։ Այստեղ շատ կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որը մենք պետք է շեշտադրենք անպայման, որպեսզի նաև դա անվտանգության համակարգի հիմքերում լինի։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի եռաշերտ համակարգ այստեղ գործի։ Ավտոմատ վաղ ազդարարում եւ ավտոմատ հայտնաբերում, իրական ժամանակում ազդանշան եւ արագ արձագանք։ Սրանից զատ մենք նաեւ բնականաբար բարձրացնելու ենք մեր զինվորականների նկատմամբ վերաբերմունքը եւ արժանապատիվ վերաբերմունք, որ ոչ թե սպան դիտվի, ինչպես այս իշխանության օրոք է, զինվորականը սպան դիտվի որպես բեռ, սոցիալական բեռ, այլ մեր պետության կարևորագույն հենասյուներից։ Եվ առհասարակ սա պետք է լինի մեր բանակի նկատմամբ վերաբերմունքը։ Մեզ համար կարևորագույն նպատակներից է սահմանների անառիկ պահելը, Հայաստանի պետական սահմանների։ Եվ դրա համար մենք այնպես ենք վերափոխելու երկրի պաշտպանության համակարգը, որպեսզի կատարվի այդ խնդիրը, ներգրավելով տարբեր համակարգեր։ Օրինակ, Հայաստանի սահմանների անառիկության պաշտպանության կարևորագույն գործառույթ է կատարում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սահմանապատ զորքերով։ Այստեղ նույնպես կարողությունները պետք է հատկապես սահմանների անառիկ պահելու հետ կապված ուժեղացվեն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը կարող էր եւ պարտավոր էր անել 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած, որպեսզի բարձրացներ մեր պետության պաշտպանության ծծման կարողությունների մակարդակը։ Բայց իհարկե ամբողջությամբ ձախողել են այս խնդիրը։ Նաեւ թույլ տվեք հատուկ ասել, որ մենք համագործակցելու ենք, լայն համագործակցություն ենք ապահովելու նաեւ արտասահմանյան մեր գործընկերների, արտասահմանյան բանակների հետ։ Արևելքի, արևմուտքի, բայց հատկապես նաեւ Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգերի հետ։ Մենք ապահովելու ենք նաեւ լիարժեք համագործակցություն մեր Սփյուռքի հետ։ Մենք բազմաթիվ Սփյուռքի հզոր հայրենակիցներ ունենք, մարդիկ ունենք, որոնք աշխատում են որպես փորձագետներ բանակի ռազմական հարցերի կամ անցել են օրինակ արդեն թոշակի, բայց իրական բարձրակարգ մասնագետներ են, մենք նրանց նույնպես պարտադիր հրավիրելու ենք, եթե պետք լինի նաև վճարովի համակարգով իհարկե արտասահմանյան նաև խորհրդատուների աջակցությանն ենք դիմելու։ Եվ նաև այստեղ է, սա եւս մի ոլորտ է, որը Նիկոլ Փաշինյանի հակասփյուռքյան քաղաքականության պատճառով նույնպես ձախողված է եւ հնարավոր խանգարում է, հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք լայնորեն ներգրավենք մեր Սփյուռքի հայրենակիցներին նաև այս հարցերին։ Հիմա մի կարևոր հարց։ Եկեք հասկանանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նահանձամբ ձախողել մեր բանակի արդիականությունը եւ երկրի պաշտպանությունը։ Այստեղ մեկ հարց կա, նրանց ծրագիրը մեկն է։ Ես դա կոչում եմ ռազմավարական անկարողություն կամ ստրատեգիական անկարողություն։ Սա նշանակում է ոչինչ չանել 6 տարվա մեջ, որպեսզի պաշտպանության հավասարակշռություն ապահովի քո հակառակորդի հետ։ Խոսքը վերաբերում է քաղաքական, իրավական, դիվանագիտական եւ կոնկրետ դեպքում իհարկե պաշտպանության հնարավորություններին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությունը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ է հրավիրում եւ այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից հիմա գնում է ակնհայտորեն
այս իշխանությունը, որ զիջումները միայն բերելու են պատերազմի։ Եվ դրա լավագույն ապացույցը, ես ուզում եմ այստեղ կարևոր ընդգծել, դրա լավագույն ապացույցը 2020-ից 2024 թվականներին իրենց կատարած Ադրբեջանին տված բոլոր զիջումների արդյունքում միևնույն է այն իրական սպառնալիքներ, որ Ադրբեջանը նախատեսել էր 2025 թվականին հարձակվել մարտին, հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մասնավորապես ես ուզում եմ նաև մեջբերել այս կառավարության հետ համագործակցող, նաև նրանց աջակցող գիտնականներից մեկին, օրինակ պարոն Ներսես Կոպալյանը, EVN հայտնի պարբերականում տված հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը բազմաթիվ, ինչպես նաև պաշտոնյաներ, ունեին տվյալներ հիմնավոր, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը, նրանց ներկայացրած թրիփը պարզապես փրկեց այս իրավիճակը եւ ՔՊ-ին նաև կարելի ասել, դե իհարկե նաև մեր երկրի համար էր նաև խաղաղության այս գործընթացը ապահովեց եւ թույլ չտվեց հետագա, այսինքն հիմքեր դրեց եւ թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա։ Հիմա եկեք հասկանանք, որ ռազմավարական անկարողությունն է նրանց պատճառը, որ 6 տարի անց դեռ չեն կարողացել ստեղծել մեզ համար, մեր երկրի համար զսպման կարողություններ։ Սա ժամանակահատված է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տևողությունից էլ ավել է։ Ակնհայտ է, որ նրանք չունեն թե անձնական, թե քաղաքական կամք ու կարողություններ այս խնդիրը լուծելու։ Եվ այս ձախողված քաղաքականությունը ակնհայտ բացասական է ազդում մեր երկրում քաղաքական համակարգի, ներքին գործընթացների վրա, նաև խոսույթի վրա, եւ պառակտում է մեր հասարակությունը շարունակաբար։